Փողոցից իշխանության եկած ուժը ժողովրդի մեծամասնության ոգևորության ու միամտության արդյունքում ձևավորեց մեծամասնություն, խորհրդարանում սեփականաշնորհեց գործադիր իշխանությունը եւ առաջնորդվում է պետությունը ես եմ գործադիր օրենսդիր դատական իշխանությունը, ուժային կառույցները իմ ենթականերն են, նարատիվներով։ Ով չի ընդունում խաղի իմ կանոնը, ներքին թշնամի է, հակապետական տար, այստեղից էլ ատելություն, անհանդուրժողականություն, սեփականության իրավունքի բռնաբարում, ընտրության կեղծում, խաղբանտարկյալներ։ Դեռևս 2018-ի սեպտեմբերին եմ մեջ բերել, ցանկացած իշխանություն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակ։ Հայաստանում մեկ մարդու իշխանություն է բացարձակ, այն էլ մի մարդու, ում համար իշխանությունը գերագույն նպատակ է, դրանից դուրս նա գոյություն չունի։ Մնացածը պետական կառույցներ, սեփական կուսակցություն, կուսակցականներ, միջոցներ են գերնպատակին ծառայող։ Պատկերացնում եք, հարգելի գործընկերներ, որևէ կառույցի ղեկավար չենթարկվի Քմաչուկ հրահանգին, գիշերային SMS-ով դուրս կշպրտվի։ Պատկերացնում եք, որևէ ԿՊԱ-ական, պատգամավոր կամ նախարար կամ պետական պաշտոնյա Փաշինյանին հակադրվի, նրա կարծիքին հակառակ տեսակետ հայտնի։ Սա ներքին կյանքում, նույնը արտաքին ճակատում։ Պատկերացնում եք, հարգելի գործընկերներ, որևէ ԿՊԱ-ական կամ պետական պաշտոնյա մի կծու խոսք ասի Իլհամ Ալիևի հասցեին, այն Ալիևի, ով Նիկոլ Փաշինյանին բազմիցս վիրավորել է ամենածաղրալի որակումներով։ Հարգելի հայրենակիցներ, բայց երբ է վերջանում ցանկացած իշխանություն կամ երբ է մոտենում նրա վերջի ժամանակը։ Ես մի չափանիշ գիտեմ, երբ այդ իշխանության խոսքն ու գործը հայտարարածն ու իրականացրածը հակասում են միմյանց, որքան խորանում տեսանելի է դառնում հասարակությանում այդ անջրպետը, նույն արագությամբ վերջն է մոտենում։ Ասել սիրում եմ ձեզ ու ատելություն տարածել, ասել հպարտանում եմ ձեզանով ու մտքում ատել, ասել փառք նահատակներին ու հայրենիքի համար զոհվածների մայրերին քաշ տալ ասֆալտով, հայրերին բանտարկել, ասել ինքնիշխանություն, երբ օկուպացված ես, երբ Բաքվում պատանդներ են, ասել Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո ասել Արցախը Ադրբեջան է եւ բացականչական նշան, ասել ձեռքս կկտրեմ, բայց կտրել մի ամբողջ խմբակցություն, ասել Տիգրան Մուկուչյան, բայց դարձնել Վահագն Հովակիմյան։